բոլոր ուղեցույցներում գրված է 150 ժամ մեկ շաբաթում, այսինքն բաժանում ենք մենք այդ ստացվում է կես ժամ 40 րոպե ամեն օր ֆիզիկական ակտիվություն, անգամ եթե չեն հաճախում տարբեր մարզասրահներ կամ ֆիթնես ակումբներ կարող են տանը մարզվել։ Ես ունեմ իմ կողքին շատ վառ օրինակներ մեր դասախոսներից, որ առավոտյան ժամը 7-ին արթնանում են, առաջինը աղոթում են, երկրորդը 45 րոպե մարզվում են, հետո նոր մնացած հիգիենիկ միջոցառումները եւ գալիս են աշխատանքի։ Ես ուզում եմ ես էլ սովորեմ եւ այդ իմ շեշտված մարդիկ 70-ից 75 տարեկան են։ Այսինքն, տեսեք, կան մարդիկ, որ ուշ են գալիս դրան, երբ որ արդեն տարիքը մեծանում է, բայց ես ուզում եմ, որ մենք շուտ սկսենք, այո, որտեվ միշտ կանխարգելումը բերում է հիվանդության, իհարկե։ Այսինքն, եթե մենք շուտ սկսենք, դա այսինքն 30 տարեկան տղամարդը մտածի, որ պիտի առավոտյան անպայման մարզվի, հետո նոր գնա աշխատանքի կամ որտեվ երեկոյան մարզումը այդքան խրախուսելի չի, որտեվ եւ ֆիզիկապես ես եւ մտավոր ես հոգնած, այսինքն դուք էներգիան չունես, որ կարողանաս մարզվել։ Այս ամեն ինչը պետք է մտնի մեր առօրյան, դա շատ կարևոր է եւ սննդակարգը։ Ուտում ենք ինչ պատահի, ուտում ենք որտեղ ասես պատահի, երբ պատահի ժամային ոչ մի մանափակում չունենք, ամբողջ օրը կարող ենք մնալ սոված գալ երեկոյան ամբողջ օրվա փոխարեն ուտենք, հա, այդ նույն չափը եւ ուտում ենք ինչ պատահի։ Այսինքն դա շատ կարեւոր է։ Մենք առողջ սնունդ լինելով նենց երկրում, որտեղ կա առողջ սնունդ եւ բոլորը գալիս են զարմանում են Հայաստանի առողջ սնունդ, մենք չենք ուտում առողջ սնունդ, մենք ուտում ենք առողջ սնունդ։ Բնականաբար, որպեսզի հանենք երեկոյանը մեր լարվածությունը, շատ գործար մարդիկ նաև ալկոհոլ են օգտագործում ու հետո ուզում են, որ գիշերը ակտիվ սեռական կյանք ունենան։ Բնականաբար դա արդեն չի ստացվի։